Հետո գոնե բարի լինեն հիմա այս անգամ իրենց խոստումը կատարել։ Գոնե այս մի որն է, որ հենց անձամբ ԳՇՊ-ը չի ցանկանում հանդիպել։ ԳՇՊ-ը երբ է ցանկանում հանդիպի որ։ Մենք լեսկավախ ԳՇՊ-ին չենք տեսել։ Բայց ասելիք ինչ ունեք ԳՇՊ-ին։ ԳՇՊ-ին շատ բան, շատ։ Օրինակ մի հատ բերեմ օրինակ։ Դուք լավ կհիշեք այն ջերմուկի դեպքերը, որ պետք է Կարային 200 սոված, չէ 200 հոգու կարային իրանք գերեվարեին, կար այդ հնարավորությունը, ճիշտ է, պատերազմը ճիշտ է ավարտվել էր, բայց նրանք մտել էին մեր սուվերեն տարածք, ճիշտ է, կարային իրանք այդ 200 հոգուն գերեվարեին ու այսօր այս հարցը լուծված կլներ լուծված, թե չէր լուծված, եթե ասենք փոխանակման հարցեր լիներ, չէ, կարային, չէ, ասենք ասեն մենք ձերն Հիմա կասեն մարդիկ պատերազմից հետո գերեվարեին թազա հրահարում կսնե չէ, բա ոնց ադրբեջանցիք են մեր տղեկին խծաբերդին գերեվարեցին, պատերազմը այն վաղտ ավարտված էր, չէ, որ իրանց գերեվարվեց են, բա ետ խի ատ ադրբեջանցիքին թուրքին կարելյան մեզի չէ, Հիմա ինչքան եք այստեղ պատրաստում սպասել գործողություններ։ Հեսա կտեսնենք, էլի ցավը տանեմ, հեսա կտեսնենք ինչա կատարվում, վերջապես նույնց եմ ասում, գոնե իրենց ողջամտությունը կաշխատի, որ իրանք կհելեն մեզի մի բան հստակ, կասեն, հա, ձեր բան, որովհետև թե մարդաքանակի վերաբերվում ենք 30 հոգի պլյուս մինուս ընդ մի քանի հոգի չենք բանում, ասում ենք էդի կլի, որ պետք է հանդիպենք, տենայինք, խոսայինք Պարոն Ղուկասյան հրաժարվում եք Սարգսյանի հետ հանդիպումից։ Ինչ ունենք Սարգսյանի հետ հանդիպել խոսալու, Սարգսյանի հետ մազերի չափ հանդիպել խոսացել ենք։ Ամսի 27-ին էլ, որ ես եկել եմ այս շենց փողոցի վրա, որ շրջադարձանեմ մեքենան կանգնեցեմ, Սարգսյան Արմանից մեքենայի դեմով եմ կանգնել, իր այդ էս չերես մեքենայի պատված ու տեղեկացել, որ գալիս ենք ստե ձեր շենք հյուր, սենց ճակերտավոր հյուր։ Ինք իմացել է, որ մենք գալիս ենք, ես իրան ասել եմ, որ ծնողներով գալիս ենք։ Էլ է կշգնացել է, եթե որ ասելու բաններ կենեք ասել սպասեմ տերամ ինչ են գալի, ինչ են ասում, կասեմ կետան։ Հիմա ինչ ունի մեզ ասել, դե տողներ ասելու, տանց 27-ին ասել։ Մեզ չէ, որ։ Իսկ մուտքի դուռը փակ պահելը ինչ նպատակ է հետապնդում։ Դե որ ինչ-որ մի ձևով իրանց անհարմարություն բանանենք, որ հասկանան, որ իրանց գործողությունները տեղաշարժ արդեն սահմանափակումը գոնե այդ առումով կեթային ինչ-որ մի բանի կասեն չէ, արեք ես այդ 3-5 կասեն արեք, տեսեք, շեքա շենքը աշխատանքը հիմա որ գնանք, կարան գնանք փողոցը փակենք, без պրոբլեմ, բայց այդ փողոցը էլի կփակենք, հարց էդի չի, բայց փողոցը փակենք էլի մարդկանց նեղություն չնայած, ես նորից եմ ասում, խնդրում եմ նորից մեր ազգաբնակչությունը, որ ըմբռնումով մոտենան այս հարցին, որ իրանց տված այդ անհանգստությունը, անհարմարությունը, դա մենք հենց այնպես չենք անում, պրոստը մեր հավեսի համար։ Այդ երեխեքի ճակատագրով վերջից երկիրը պետք է զբաղվի, թե չէ։ Դու ոնց նայում ենք զբաղվող չկա։ Դուք խորհրդարանում էլ փորձում եք այս հարցը բարձրացնել, կարծեմ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում պետք է լինի։ Երբեք խորհրդարանը մենք էս մենակ ոչ մեծ հարցներ, Անդրանիկ Քոչարյանից մենք ուրիշ պահանջներ ենք ասում, որը հետո որ ինքը ձևափոխեց ուրիշ ֆորմատ տվեց։ Մենք իրան ասում ենք պատերազմի այդ քննիչ հանձնաժողովի ղեկավարն ես, քննիր, ճշտիր, իմացաք ով էր դավաճանով, սրիկով, այս երկիրը այսօր երեխեքին ծախեց, ով այդ տղեկին մեջքից խփեց, ով միտումնավոր տարավ։ 2 տարուց ավել պաշտպանության նախարարությունում է տարբեր ատյաներում է ասում էի գեներալ Արուստամյան Կարենը հանցագործ է 9-րդ ՊՇ-ի հրամանատարը Ես ասի, ես լսա, այնքան ասեցի մինչև Արուստամյան Կարենը ասում եք ինչ հարց ունենք, Վարդանյան Կամոյի մտերիմն է, Արուստամյան Կարենը, որը որ այս շենք բազմաթիվ անգամ մտել է արդեն ոչ ծառայության մեջ ելնելով, արդեն քերական վարույթը վրան կար, Արուստամյան Կարենը այս շենք մտնում հելնում էր իր ընկերոջ մոտ, հարավատարին Բա որ Արուստամյան Կարենը 9-րդ ՊՇ-ն, այսինքն պատասխանատուն Ջաբրայել, Հադուտ ամենայն թեժ կետերը,
որ հիմա ռոզիսկի տակ է, հենա քննչական կոմիտեն էդի կասի, որ Արուստամյան Կարենը արդեն հետախուզման մեջ է։ Այն վաղտ որ չէր փախե, բախի չէիք բռնում։ Խիտ թողեցիք այն աստիճանի հասավ, որ փախավ։ Հիմա ես կարամ մտածեմ, որ Վարդանյան կամոնը այդ ամեն ինչին իրան օժանդակ է, որ ինքը կարամ ունեմ այդ իրավունքը ունեմ, քանի որ իրան մտերիմն է։ Եթե բա բռնեին։ Բայց մարդը Արուստամյանը գեներալ, մայոր Արուստամյան Կարենը այդքան երեխու գլուխ տարավ կերավ, ինչի՞ չբռնին։ Լիքը հարց է կա, ցավը տանեմ, մի հատ չէ, երկու հատ չի, ասես պրոստը ես չեմ կարող այս պայս սաղը, դեպի պետք է նստեմ, սաղ իմի բերեմ իմ հարցերը։ Բայց այս պայտակ խոսակցության մեջ որ հիշում եմ, ասում եմ, ես չեմ քաշվում, չեմ վախում, ես անուններ եմ տալիս։ Ոչ մեկից է չեմ վախում, որովհետև ես իմ ապին պահանջը միշտ եղել է արդար, պարզ եւ մաքուր։ Ոչ իշխանություն եմ ուզել, ոչ չգիտեմ ես իմ հեղաշրջում եմ ասել, ոչ էլ ասել եմ այս մեկը վատն է, այն մեկը լավն է։ Իմ համար բոլորն են մեկ են։ Ինձ կարևորը իմ երեխու ճակատագիրն է, որի վերաբերյալ 5 տարյա տեղեկություն ունեմ, ոչ թե մենակ ես, իմ նման 190 հոգի։ Ես եմ Հարգելի հետևորդներ, մենք զրուցում էինք անհետ կորած